Հայաստանի հյուսիսային Բավրայի սահմանային անցակետից մինչև հարավային Մեղրիի անցակետ ձգվող հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը երկրի ռազմավարական նշանակության ամենամեծ ենթակառուցվածքային նախագծերից է։ Ճանապարհը կառուցվում է միջազգային ստանդարտներին համապատասխան։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կողմից, ինչն էլ մասամբ ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը։ Ծրագրի իրականացման նպատակով բանկի հետ ստորագրվել են 3 վարկային պայմանագրեր։ Ինչպես նշեց Նարեկ Զուլալյանը, առաջին պայմանագրի շրջանակներում նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են։ Այս պայն գտնվում ենք 51-րդ կիլոմետրում, այս պայմանագրի աշխատանքները մեկնարկում են Գյումրիի կողմից 71-րդ պիկետից։ Ինչպես նկատեցիք, ճանապարհահատվածը անցանք, պատվածքի հետ կապված աշխատանքները մինչև այս հատված ամբողջությամբ ավարտված են, երաշերտ ասֆալտապատումը, այս պայն իրականացվում են անվտանգության տարրերի տեղադրման, կողմնակների եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է կառուցել նաեւ ճանապարհային հանգույցներ, որոնք համայնքները կապելու են հիմնական մայրուղուն։ Հանգույցների կառուցումը դեռ նախագծման փուլում համապատասխանեցվել է համայնքների հետ։ Այս պայն գտնվում ենք մենք Արուճի հանգույցում։ Հանգույցը կառուցված է մի քանի գյուղ հիմնական ճանապարհին կապելու համար, ձախ կողմից Արուճ գյուղն է եւ աջից Կաքավաձոր եւ Ագարակավան գյուղերն են։ 34 կիլոմետր հատվածի վրա ընդհանուր առմամբ ունենք նմանատիպ 9 հանգույց, որոնք նախապես համաձայնեցված են նախագծման փուլում համայնքների հետ եւ կառուցված են համայնքները հիմնական ճանապարհին անվտանգ կապելու համար։ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածում ըստ Զուլալյանի կառուցվել է առաջին տեխնիկական կարգի մայրուղի, յուրաքանչյուր ուղղությամբ 2 երթևեկելի գոտիով։ Ագարակը շրջանցող 8 կիլոմետրանոց հատվածում էլ արդեն իրականացվում են ավարտական աշխատանքներ։ Նախատեսում ենք շինարարական աշխատանքներն ամբողջությամբ այս հատվածում ավարտել 2025 թվականի տարեվերջին եւ ճանապարհահատվածը երկկողմանի բացել երթևեկության համար։ Շինարարական աշխատանքների պայմանագրի արժեքը կազմում է 76 միլիոն ԱՄՆ դոլար 34 կիլոմետր հատվածի համար։ 560 կիլոմետր երկարությամբ ճանապարհի շինարարության ավարտից հետո Մեղրիից մինչև Բավրա տանող ճանապարհի ընդհանուր երկարությունը կկրճատվի մոտ 90 կիլոմետրով։ Ինչ վերաբերում է շինարարական աշխատանքների ձգձգմանը, ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրենի տեղակալը նշեց, որ նախագծված հատվածներից մեկում հայտնաբերվել է պատմական արժեք ներկայացնող կառույց, ինչը հանգեցրել է ժամանակավոր դադարեցման եւ վերանախագծման անհրաժեշտության։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։